Մենք այլևս չենք ապրում օրենքի ներքո։ Մենք ապրում ենք շնորհքով, եւ երբ գիտեք, թե որքան է Աստված սիրում ձեզ, գիտեք, մարդիկ պետք է զգան այդ սերը։ Նրանք չեն կարող պարզապես լսել այդ մասին, որովհետև շատերն այնպիսին են, ինչպիսին ես էի, ովքեր ասել են, որ սիրում են նրանց, ցավ են պատճառել եւ շահագործել են նրանց։ Ահա թե ինչու, երբ գնում ենք զարգացող երկրներ, օրինակ Հնդկաստան, աֆրիկյան երկրներ կամ նման այլ վայրեր, ինչ օգուտ, եթե սովամահ մարդուն ասում ենք Աստված սիրում է քեզ։ Բայց բոլորովին այլ է, երբ ամեն օր շուրջ 1 տարի կերակրում եք նրանց, այնուհետև ասում, որ Աստված սիրում է իրենց։ Եվ Հիսուսի համար է, որ անում ենք այդ ամենը, որովհետև երբ մարդկանց համար ինչ-որ բան եք անում, որի համար ամենևին պատճառ չկա, նրանք սկսում են հետաքրքրվել։ Ձեր կարծիքով ինչու է Աստվածաշունչն ասում, եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է խմելու բան տուր։ Հին Կտակարանում ասվում է, որ դա նման կլինի նրա գլխին կրակե կայծեր դիզելուն։ Մենք մտածում ենք, որ դա նշանակում է, որ հիմա նա կստանա իրենը, բայց այդպես չէ։ Կրակե կայծերը խոսում են սիրո մասին։ Այն սերը, որ ցուցաբերում եք նրանց եւ որին նրանք գիտեն, որ արժանի չեն, փափկեցնում է նրանց սիրտը եւ փոխում նրանց, այնպես որ մենք պետք է գործածենք մեր ունեցածը, որովհետեւ դուք որևէ բանի սեփականատերը չեք։